Հետևորդներ ջան, բարի երեկո ձեզ, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը, այսենց աստղային, անձրև ամաղում, ցուրտ է, լավ է, հով, զով, եղանակ է, առավոտից արթնացել եմ, իմ գործերին եղել, ինչ եմ արել, ոնց եմ արել, օրվա վլոգով կիսվել եմ, կտեսնեք, հիմա եկել եմ այս սենյակ, պարոնը գնաց, մի փոքր իրար հետ զրուցենք, զուտ ձեր հարցերի պատասխանն եմ, ուզում տված լինեմ իմ լավ ու բարի հետևորդներ ջան, ուրեմն ինչ եկել եմ ինձ գնայինի մասին, շատ հարցրել եք, ասել եմ, ռում տուրում նայեք, պլյուս դրան այս սրա նախորդ վիդեոն նայեք, մեկ էլ շատ հարցնում եք սիրելի հետևորդներ թունելի մասին, թունելը փակ է, բաց է, այսինչ բաներ եք հարցնում, իմ մտածելակերպով ես դեռ չեմ գնացել Վանաձոր, բայց պլաններս կա գնալ, որովհետև լավ նկատել եք, որ Ալեքսին դպրոցական գնումներ չեմ արել ու այս տարի ուզում եմ հլա մի հատ Վանաձորում նայեմ ինչ կա չկա, կգտնեմ իմ ուզած բաները, թե ոչ ու գիտեք որ չեմ սիրում որ վերջի օրով էլի վեր կենաս գնաս այդ խառատուշերի մեջ սկսես քո առևտուրը, տեսնեմ մի երկու հանգամանք ճշտելուց հետո այս ընթացքում հյուրեր ունեմ, ընթացքում վիդեոներ եմ կտեսնեք, ճիշտ չլինի հյուրերին թողամ, հետո գնամ ստեղ, գնամ ընդեղ, բայց որ գնալու եմ դա փաստ է, ուրեմն ինձ շատ հարցնում եք, որ Անահիտ թունելը փակ է թե բաց, ես մտածում եմ, որ բաց է, քանի որ Պուշկինյան Լեռնանցքի այդ ոլորանները գտնվում են շատ վատ վիճակում, քանի տարի չի շահագործվել, վերջը փլուզումներ եղած կլինեն, քարուքան դեղած կլինեն, հա, մեր բարբառով ասած, ու գիտակցում եմ, որ խոսակցություններ եմ լսում տենց, որ մինչև են ճամփ են չսարքեց, էլի հետևորդներ, պարզավոր թունելը չեն փակելու, այն ճանապարհն էլ մի կիլոմետր չի, 2-3, այդքան չի, 13 կիլոմետր 400 մետր երկարություն ունեցող ճանապարհ է, որը որ նորմալ ձևով մեր մարզպետը տվել է ինտերվյու, ես լսել եմ, իմ լսածն էլ փոխանցում եմ ձեզ, մարդը գրագետ ու սիրուն ձևով բացատրեց, որ պատրաստելու են այնպիսի ճանապարհ, որ այդ ճանապարհը ունենա ջրահեռացման համակարգ, չգիտեմ ինչ խողովակներ են տեղադրում, հանել էին հինը, ցույց էր տալիս փոխարինել նորով, պլյուս դրան ճանապարհը նեղ է, ոլորանները շատ, իրանք լայնացնում են, չգիտեմ միգուցե իմ հետևորդների մեջ էլի լինեն մարդիկ, որ տեսած լինեն կամ գոնե լսած լինեն, մեր մարզպետի տված այդ ինտերվյուն, ես սիրում եմ հետևողական լինեմ, քանի որ խոսքը գնում է իմ քաղաքի կապը դեպի Վանաձոր, դեպի Երևան տանող ճանապարհի մասին, ես սիրում եմ հնարավորինս տեղեկացված լինեմ աշխարհի անցուդարձի մասին, առավել ևս իմ մարզում կատարվող
իրադարձությունների մասին, այս դեպքում առավել ևս թունելի վերանորոգման մասին։ Այո, վերանորոգելու են ճանապարհը, թունելը փակելու են, մի խոսքով իմ իմանալով 2.5 տարի մինչև փակարնելու, բայց մինչև փակելը այս պահին աշխատանքներ են տարվում Պուշկինյան լեռնանցքում, ընդեղ ինքը ցույց էր տալիս ոնց են ճանապարհը քանդում, լենացնում, այդ խողովակներ դնում բիտոնից, ցույց էր տալիս թե այդ քանդած, հանած, այդ հողը, կավա հողեր, չգիտեմ, գրունտահողեր, ինչ էր, մի խոսքով ոնց են բարձում մեքենաները, տեղափոխում, թափում, ճանապարհը լայնացնում, այդ բոլոր պրոցեսները ես տեսել եմ վիդեոհոլովակում, իր տված ինտերվյուում, որտեղ մարդը մանրակրկիտ ձևով բացատրում էր, որ այդ ճանապարհը մինչև հիմնական չնորոգվի, որ լինի անցանելի ճանապարհ, մեր թունելը չի փակվելու։ Այս իմ իմացած տեղեկություններն, որ տալիս եմ ձեզ։ Հիմա թե մի բան պակաս գիտեմ կամ մի ուրիշ բան էլ դուք գիտեք, որը ես չգիտեմ, գրառումների բաժնում գրեք, որովհետև համ ինձ գրառումների բաժնում եք հարցրել, համ էլ անձնական եք հարցրել, ուզում եք գայք հանգստանալու, գիտեք, սիրով օգնել եմ, օգնում եմ, Աստծուն փառք, ցույց կտամ, ունեմ լավ ծանոթներ, ովքեր ունեն առանձնատներ, լավ հյուրատներ, կան մեր քաղաքում ինչնաբոլ հյուրատունն ու առանձնատները, որ մարդիկ մեծ սիրով ու ջերմությունով հանձնում են ցանկացողներին, այնպես որ շոքը չսիրող մարդիկ, եկեք, համեցեք դեպի մեր Ստեփանավան, քանի որ շուտով ամսի 1-ին խորովածի փառատոնն է լինելու ու ես էլ դեռ չեմ պատկերացնում, թե ինչքան լավ պահեր է լինելու, արդեն տարբեր մտահղացումներ կան, արդեն տարբեր, մի խոսքով պահը կգա, կասեմ, այս պահին չեմ ուզում սենչատ փակագծերը բացեմ, այնպես որ իմ իմացած տվյալները այսքանն էր։ Հիմա իմ լավ ու բարի հետևորդներ ջան, հատկապես Վանաձորի բնակիչներ ջան, ձեր օգնության կարիքն ունեմ, գիտեմ, որ շուկան փակել են, ծով գնալուց առաջ, որ գնում էի ոսկու շուկա, այնտեղ ես ինձ նվերել եմ արել, դրա մասին հետո կասեմ, ցույց կտամ, շեղվեցի հաճելի պահերով, պահերից ելնելով, տեսա, որ շուկան փակ է, այնտեղ վաճառող կին կար, հարցրեցի, ասի, չի աշխատում, չէ, ասավ, փակել են, անհատ, մի խոսքով չմանրանամ, ինձ պետք չի, ասելիքս ու խնդրանքս ինչն է, օգնեք հասկանամ, լավ գիտեք, որ հլա որ Վանաձորից գլուխ չեմ հանում ու չգիտեմ ինչի, այս անգամ ուզում եմ օրինակ Ալեքսիս պայուսակը առնեմ Վանաձորից, բայց քանի որ ինքն արդեն 7-րդ դասարան է գնալու, բոյ բուսաթով թիկնեղ տենում եք ինձ սիրուն բուլկի է իմ տղեն, չեմ ուզում լյուկզակ, իր պայուսակները, այսպես ասած, թափ թազա են, մի վնասված, մի ճղված, մի քանդված տեղ չունի, իրան վերջը ունի քանի պայուսակ, բայց շատ է էլի մանկական, իր կազմվածքի հետ ես հարմար չեմ գտնում, որ ձեռը տամ սեպտեմբերի 1-ին ուղարկեմ դպրոց, ուզում եմ մի քիչ ավելի դեպի պատանեկություն տանող պայուսակ, բայց միևնույն ժամանակ այնպիսի պայուսակ եմ ուզում, որ տարողունա կլինի, գիրք, տետր, այդ ծևի բաներ, իմ երեխեն այն երեխեն չի, որ
տետրգրիչը վեր ունի, գնա դպրոց, շատ էլ ինքը տենց կուզի, բայց ես դա երբեք թույլ չեմ տա։ Պատկերացնում եմ, որ իր համար կարելի է ընտրեմ սենց պորտֆելատիպի, որ գիրք իր այդ ամեն պարագաները կարողանա տեղավորի, հարմար ձեռին բռնի, ոչ թե ուսը գցի ու գնա դպրոց։ Օգնեք կողմնորոշվեմ, որտեղից առնեմ նմանատիպ պայուսակ։ Իմ Նարինը ասեց մատիտ խանութ, ոչ լսել էի, ոչ տեղը գիտեմ, ոչ մի բան, այնքան նա իջնելու եմ երևի թե Վանաձոր, ու քանի որ տեղը չգիտեմ, ինքն էլ չգիտեր, որ բացատրեր, էդ էլ հարևանի միջոցով էր ճշտել, ուզած տաքսի եմ նստելու, ասեմ ինձ տարեք մատիտ խանութ, բայց դրանից են կողմ, գիտեմ, որ Վանաձորից շատ հետևորդներ ունեմ, միգուցե դուք էլ ունեք պատանեկության տարիքում գտնվող տղաներ, որ օգտվում եք էլի, գրառումների բաժնում, սիրելի հետևորդներ ջան, գրեք հասկանամ, որտեղից կարող եմ ձեռք բերել դպրոցական պայուսակ, որտեղ կա պայուսակների լայն տեսականի, այսպես ասած, որ ընտրություն անելը հնարավոր լինի, ես դիտավորյալ Երևանից չվերցրի, ասի բեր փորձեմ, եթե չեմ գտնի, Վանաձորի մարդիկ լրիվ չեն գնում, չէ, Երևան, ասի փորձեմ էլի, հեսա քթիստակա, կգնամ առիթ կլինի, համ քաղաքին կծանոթանամ, ասել նա մոթելա, համ էլ ինձ ավելի հեշտ կլինի, հմի սպասեմ ձեր ակտիվ արձագանքներին, գրառումների բաժնում խնդրում եմ նշեք, եթե դժվար չի, օնլայն չեմ ուզում, ես սիրում եմ մինչև աչքս չտենա, ձեռս էլ չշոշափի, ես չեմ գնի, են էլ մի օրվա օգտագործվող ապրանք չի, մի ամսվա չի, գոնե մի տարի ուզում եմ, որ օգտագործի իմ Ալեքսը։ Այնպես որ, սիրելի հետևորդներ ջան, սպասում եմ ձեր ակտիվ գրառումներին, ասեք, օգնեք, ցույց տվեք, տեսնեմ որտեղից կարելի է գնել պայուսակ, ասել նա մոթելա, չունենք, ունենք, բայց ես դա չեմ ուզում, պետք չէ էլի, եկա տղա, լյուքսակնուսը գցի, թեհմի գնումա դպրոց, մի քիչ արդեն իրան ուրիշ ձևի, հլը մեկ մտածում եմ, որ անգամ կոստյում առնեմ, չէ, կոստյում շալվար ասելը սխալ է, ճիշտը կոստյումն է, ուղղակի մտավախություն ունեմ, որ ինքը կլինի մենակ, որովհետև ոնց նայում եմ, ինչ անում եմ, ցավոք սրտի, ոչ մեկ էլ չի հագնում տենց սիրուն, ոնց մեր թվերին էինք մենք հագնում սև ու սպիտակ, կարող է այդ առաջի օրը հագնվեն, նրանից հետո ով ինչ ունի, էդ էլ կհագնի, դրա համար կոստյումի համար դեռ չեմ կողմնորոշվում, հետո գտնելը հեշտ է, իսկ այ պայուսակը չեմ պատկերացնում, որտեղից կարելի է առած լնել, այնպես որ սպասում եմ ձեր ակտիվ գրառումներին, կհանդիպենք օրվա վլոգում, իսկ թունելի համար արդեն ասեցի, չեմ կարծում, որ այդքան շուտ փագած կլինեն, որովհետև այդ ճանապարհի երկարությունը, մարզպետի ասելով, 13,4 կիլոմետր էր, այսինքն 13 կիլոմետր, 400 մետր, այնպես որ այս պահի համար այսքանը, կհանդիպենք օրվա վլոգում, առայժմ